Mersilenitler, du zarmanali ես, դու պարավոր ես։ Մենք չենք դադարում զարմանալու քո վրա եւ դեռ զարմացնելու ես մեզ շատ ու շատ անգամներ։ Քո նահարքը պատիվը մեծություն։ Հանդիպիր մեր դերսում եւ հանդիպիր մեր մտքի հետ։ Մենք քո կարիք թող քո խոսքը սրբի մեզ ամեն ախտերից ու խնդիրներից։ Եվ թող բանքը պարավորվի մեր կյանքերի մեջ եւ մեզանով այս աշխարհում։ Ամեն։ Ամեն։ Սիրելիներ, ես այսօր խոսելու եմ մի բանի մասին, որ վերնագրել եմ այսպես։ Հարցեր Աստծուն։ Աշխարհը սիրում է հարցեր տալ քահանային։ Ասում է հարցեր քահանային։ Քահանան ինչ ուզում է պատասխանում։ Ճիշտ է, սխալ է, հերնին է, անտեղի է, ինչ կարևոր է։ Կարևորը որ քահանան միշտ պատասխանում է։ Ըստ իր սրտի, ըստ իր ցանկության, ըստ իր հասկացողության։ Տեր մեզ ազատիր մեզանից, որովհետև մենք այս երկրի քահանաները շատ անգամ ծուռ ենք խոսում, ոչ այնպես ինչպես որ դու ես խոսում ես։ Սիրելիներ, Երանի մենք սովորենք հարցեր ոչ թե քահանային տալ, այլ Աստծուն։ Սրանից չի ենթադրվում, որ մենք հովին հարցեր չենք կարող տանք, ավակին հարցեր չենք կարող տանք, այսինքն մենք քահանային հարցեր կարող ենք տալ, բայց մենք մեր հարցերի շեշտը չպիտի դնենք քահանային ուղղված։ Մեր հարցերը պիտի լինեն մեր Աստծուն։ Մենք պիտի սովորենք ճիշտ հարցեր տալ եւ սպասել նրա պատասխանը։ Դուք գիտեք, որ աշխարհում գրեթե չկան ժողովուրդներ, ազգեր, որ Աստծուն կամ աստվածներ չեն խոսում։ Ամեն ազգ, ամեն ժողովուրդ ունի իր Աստվածը։ Եվ կան աստվածներ, որ համախմբում են շատ ազգեր իրենց մեջ։ Օրինակ բուդդիզմ, այդ չաստվածը, իր մեջ համախմբում է։ Կորեա, իր մեջ համախմբում է Վիետնամ, իր մեջ համախմբում է Չինաստան, Հնդկաստան, այսինքն մեծ տարածքներ ամգրկում եւ շատ ժողովուրդներ։ Իսլամ։ Գիտեք աշխարհում շատ մահմեդականներ կան, սիրելիներս։ Այդ Ալլահ կոչվածը իր մեջ համախմբում է այդ ազգությունները, տարբեր ազգերից։ Կլինեն պարսիկներ, կլինեն արաբներ, կլինեն թուրքեր, եգիպտացիներ եւ այլն։ Քրիստոնեություն։ Սա էլ Քրիստոսով իր մեջ ընդգրկում է էլի շատ ազգեր ու ազգեր։ Իհարկե ամեն շատ ազգերը հենց ընդգրկում է քրիստոնեությունը իր մեջ։ Սիրելիներս, ոչ մի Աստծուց դուրս, կենդանի Աստծուց դուրս, որ արավ երկինքն ու երկիրը, ոչ մի մնացյալ աստվածներ չեն։ Բայց այս ազգերը հավատում են այդ աստվածներին։ Եվ գիտենք որն է զարմանալին այդ ազգերի աչքի առաջ եւ նրանցից ոմանք հենց դրա պատճառով թողնում են այդ աստվածներին եւ դառնում են կենդանի ճշմարիտ Աստծուն։ Երբ որ բուդդիստը հարցեր ունի իր Աստծուն, երբեք չի լսում Աստծու պատասխանը։ Նա լսում է Աստծու փոխային Աստծու բերանից գրած խոսքեր մարդկանց միջոցով։ Այսինքն կան գրքեր, որ բուդդայի պատասխանն է իբրև թե։ Բայց այդ բուդդան մարդկանց հետ մասնավոր չի խոսում։ Շատ բուդդիստներ կարող են գլուխը պատին տալ, քարին տալ, ավազին տալ, բայց այդպես էլ պատասխան չեն լսել իրենց Աստծուց, ինչու, որովհետև նա կենդանի չի։ Լսեք նա ով կենդանի չի, նա չի կարող խոսի։ Իսլամ։ Ալլահին ոմանք հարցեր են ունենում, բայց Ալլահ նրանց չի խոսում բացի Ղուրանով, միայն Ղուրանով։ Դեռ ոչ մի մահմեդական կենդանի ճշմարիտ իրենց, այսպես ասած, Ալլահի
խոսքերը չի լսել, չի հպվել այդ խոսքերին։ Բայց եթե ինչ-որ խոսքեր ա լսել, դա սատանան ա, որ խոսացին ա։ Եվ էլի շատ ազգեր, բայց ճշմարիտ Աստված, կենդանի Աստված, խոսում ա սիրելիներ։ Եվ դու կարող ես նրան հարցեր տալ, բայց անկեղծ և սպասել պատասխան։ Եվ ես այսօր ուզում եմ հենց սրա մասին խոսել, հարցեր Աստծո։ Մեկ ինձ դիմում են ոմանք, որովհետև նրանք կարիք ունեն ինչ-որ բաներ հասկանալու, բայց ես աշխատում եմ մարդկանց իմ անձի հետ չկապել, որ շատ չկապեն իմ հետ ու չմտածեմ, որ հարցերի պատասխանը իմ մոտ է, ու ես կարամ իրանց պատասխանեմ։ Շնորհակալ եմ Աստծուն, որ Աստված նաև միջնորդավորված մարդկանց բերանոր, քահանայի բերանոր խոսում է եւ այո, կարելի է հարցեր տալ քահանային։ Բայց հենց շեշտը գտնես միայն հարցեր քահանային, իմացի այդ քահանան քեզ կասի բաներ, գուցե ինքը չեն կամենա ու չեն հասկանա, թե ինչի ասել, քեզ կծռի, քեզ կշռի, որպեսզի դու հասկանաս, որ դու կարիք ունես կենդանի Աստծուն հարցեր տալ։ Ես դրա համար մարդկանց շատ հաճախ ուղղում եմ, ասում եմ, լավ է այդ հարցը, որ ինձ ես տանում, բայց գիտես, ես քեզ մի բան կասեմ, գնա Աստծուն հարցի։ Մարդիկ զարմանում են, և զարմանում են նրանք, ովքեր ասում են, ես քրիստոնյա եմ։ Այսօր դժբախտաբար քրիստոնյա կոչվող աշխարհում շատ քրիստոնյաներ չեն հավատում, որ Աստված կարա պատասխանի։ Դրա համար նրանց հարցերը քահանային է և ոչ թե կենդանի Աստծուն։ Սա ցավ է, երբեք կարող եք այդ նույն բանը տեսնել եկեղեցիներում։ Մարդիկ չեն հավատում, որ Աստված պատասխանում է։ Բայց մենք պիտի սովորենք փնտրել նրան երեսը և գտնել նրան, որովհետև միայն նա կարող է տալ մեր պատասխանը, թե ինչ կլինի վաղը ինձ համար, իմ եկեղեցու համար, իմ տան համար, իմ ազգի համար։ Գիտեք, հարցերը պետք է ուղղել Աստծուն, նա գիտի խոսել։ Ուղղակի պիտի սովորենք հարցեր տալ ճիշտ և սպասել պատասխանի, Աստված երբեք չի ուշացնի պատասխանը։ Սա շատ կարևոր է, բայց երբեմն մենք հարցեր ենք ունենում Աստծուն նաև ոչ ուղղակի, այսինքն միջնորդավորված, անուղղակի։ Մենք մարդու ժամանակի իրավիճակի դեմ խոսելով իրականում դեմ ենք խոսում Աստծուն, գիտեք։ Երբ որ ասում ենք այս ինչ ժամանակներ են, մեր մուննաթում դեմ է Աստծուն։ Աստված ասում է ժամանակները դուք եք ձեր համար ստեղծել։ Ես բարի ժամանակ եմ ստեղծել, ես լույսն եմ տվել, դուք եք խավարը ընտրել։ Երբ որ մենք սկսում ենք քննադատել, փնովել մեր տունը, մեր երկիրը, մեր ղեկավարներին, մենք անուղղակի Աստծու դեմ ենք խոսում։ Ասում ենք ես ինչ ղեկավարներ ես տվել։ Եվ Աստծու պատասխանը, եթե լսողական չունենք, կլսենք, որ ամենազգ և ժողովուրդ արժանի է իր թագավորին։ Բայց մենք խուլ ենք, տեսնելով լսում ենք ու չենք իմանում, տեսնելով տեսնում ենք, որ հանգարց չդառնանք ու չբժշկվենք։ Բայց այսօր իմ սրտում հավատքի խոսք կա, իմ սիրելի ազգ քո համար, ինչպես շատ տարիներ առաջ, այն էլ այն ժամանակ, երբ որ Հայաստանը չէր կարա համարել մի բան, չէր կարա համարել բարգավաճող, չէր կարա համարել բարձրացող, փառավորյալ, այն ժամանակ Տերը մեզ խոսք էր տալի և մենք սրանց մասին ենք խոսում, որ Հայաստան տեսեք Տերը օրինակելի է դարձել, լույս աշինելու ազգերի համար և այլն։ Այսօր դա սկսում է նշմարվել, այն ժամանակ չէր երևում, բայց հավատքը չտեսած բաների, ապացույցն է և հուսացած բաների հաստատությունը։ Սիրելիներս, մենք պիտի սովորենք հավատքի աչքերով նայել իրավիճակներին և ոչ թե նայենք, թե ինչ ենք տեսնում, որովհետև հաճախակի մենք այնպես չենք տեսնում, որ պիտի տեսնենք, ինչը պետք է տեսնել չենք տեսնում և ինչը պետք չի տեսնել լավ է տեսնում ենք։ Օրինակ, մեր աչքի գերանը հնարավոր է չտեսնել,
Բայց արիտես որ լավ են հնարավոր է, իսկ ուրիշի աչքի մեջ հիշում ինչ լավ ենք տեսնում, ինչպիսի տեսողություն, արծիվն էլ գալատ արել, որ կարողանա մարդու աչքի մեջ հիշում տեսնում, մեկ տեսնում ենք, իսկ մեր աչքի մեջ գերանը, չենք տեսնում։ Դրա համար Հիսուս ասավ ով կեղծավոր, բեղ դիր աչքերիդ որ տեսնես, սա կեղծավորություն է, Աստված զզվում է կեղծավորությունից, և ուզում է, որ մարդը, որ կեղծավոր է, անջատվի կեղծավորություն, որովհետև մարդը չի այդպիսին ստեղծված, նա կարա անջատվի մի բանից, որ ինքը դրա հետ գործ չունեցել երբ որ ստեղծվել է, հետո դա եղավ, հետո դա պատահեց։ Ուրեմն այսօր մենք խոսենք սրա մասին, հարցեր Աստծուն։ Հոբը, եթե ուսումնասիրել եք հոբը կամ լսել եք գոնե, որտեղ ուսումնասիրել եք և լսել եք խիստ տարբեր բաներ։ Դա նման է լսել խնձորի մասին, բայց այլ է, երբ որ դու ունես խնձորի այգի, ոչ միայն լսում ես, ոչ միայն տեսնում ես, այլ ուտում ես։ Մեզ պետք չի ընդամենը լսել խնձորի մասին։ Փառք չի։ Հոբը դժվար ճանապարհ անցավ։ Դու գիտեք Հոբի փորձությունը, երկրի վրա Հիսուսից հետո նա անցավ մի ճանապարհ, որով էլ ոչ ոք չի անցել։ Եվ ամեն մեկին չի տրված այս ճանապարհը անցնելու պատիվը։ Իսկ ամեն պատիվ անցնում է դժվարությունով։ Դու գիտեիր։ Ասա մինչև որ իմ պատիվը կերևա, ես պիտի դժվարության քննությունը կրնեմ։ Մենք բոլորս պատիվ ենք փնտրում այս աշխարհում։ Մարդկանց առաջ, մեր ընտանիքի առաջ, եկեղեցու առաջ, ամեն տեղ մենք մեր պատիվն ենք փնտրում, որը պատիվ չի իրական։ Բայց Աստված չի ասել, որ դուք անպատիվ եք, դուք պատիվ չունեք, չէ։ Բայց ամեն իրական պատիվ անցնում է փորձության դաշտով։ Եվ միայն փորձության մեջ քննությունը բռնելուց հետո քո պատիվը քեզ կտա։ Ամեն։ Հիսուսի մասին գրված է, որ նրան մի անուն տրվեց բոլոր անուններից վեր։ Այլ կերպ ասում է, նրան մի պատիվ է տրվել, որի նման տիեզերքում ուրիշ մեկը չունի։ Ինչու այդպիսի պատիվ տրվեց Քրիստոսին։ Որովհետև նա իր դժվարության ճանապարհը, փորձության ճանապարհը անցավ եւ քննությունը գերազանց բռնեց։ Առանց տաղտանջանու, առանց նախատելու աչուձախ, առանց դատելու սրան նրան, սիրո խոնարհությամբ, որովհետև Աստված խոնարհներն է շնորհում։ Հիմա Հոբը մարդ է, ունեցած ցավեր, խնդիրներ եւ այդ ցավերի մեջ ինքը հարցեր ուներ Աստծուն, որ ոչ միշտ էլ ուղղակի Աստծուն, այլ ավելի շատ իր անկերներն են պատասխան, որոնք եկել են այդ խեղճ մարդուն ցավին իբրև ցավագիստներ, բայց դատում էին օտիտով։ Որ երևի թշնամին են, որ գարտենալ այս մարդու թշվառ վիճակը, ընկած վիճակը, որ կորցրել է 10 երեխա, կորցրել է հարստություն, կորցրել է առողջություն եւ սպասում է մարդը մի հատ մխիթարական խոսք, մի հատ փաղաքշան։ Ոնց հասնում էին ապտակի վրա, ծեծի վրա, նախատինք նախատակի վրա, հանդիմանության վրա, դատի վրա։ Եվ այս մարդն էլ փորձում էր ինքնաարդարացմամբ զբաղվել եւ ինքը չէր զգում, որ այդ շատ իր ինքնաարդարացումները, այդ հարցերը ուղղված են ոչ այնքան մարդկանց, այլ հենց Աստծուն։ Տեսեք ինչ պատահեց, երբ որ այս մարդը չճանաչելով Աստծուն հարցեր ուներ նրան։ Գիտեք, Աստված չի դատում մեզ, երբ որ մենք չենք ճանաչում, բայց հարցեր ունենք ասում։ Աստված փորձում է մեզ սովորեցնել ով այն է։ Բայց զգույշ պիտի լինենք, որովհետև մենք մարդ ենք, իսկ մարդը սխալական է։ Եվ ահա Աստված ինչ է ասում Հոբին, այսինքն նրա հարցերին իր պատասխան։ Հոբ 38:1-6 Այն ժամանակ Եհովան պատասխանեց Հոբին փոթորիկի միջից եւ ասեց. Ով է դա, որ խորհուրդ է նստեմացնում է անիմաստ խոսքերով։ Մեկ գոտե որ իր մեջ կը տղամարդի պես եւ ես քեզ հարցնեմ,
Եվ դու ինձ հասկացու։ Ուր էիր, ես երկինքի հիմունքը դնելիս։ Իմացու ինձ, եթե իմաստություն գիտես։ Ով դրավ նրա չափերը, եթե գիտես, կամ թե ով քաշեց լարը նրա վրա։ Ինչի վրա են խարսված նրա խարիստները, կամ ով է ձգել նրա անկյան քարը։ Հարցեր, որոնց պատասխանը այսօրվա գիտությունը չունի, գիտնականները չունեն, չկա, բայց մարդը չունի մի բանի պատասխան, որ ամեն օր տեսնում է, շփվում է, որ հնարավոր է ուսումնասիրել, փորձով ապացուցել, չի կարող անում, բայց նա մեծ խոսում այն բաներից, որ չի տեսնում, չի շոշափում, չգիտի։ Հասկանում եք սրա պարադոքսը որն է։ Սա հենց նա է, որ մարդը չի հասկանում, թե ինչա խոսում։ Եվ հարցեր, որոնք իրական չեն, ճշմարիտ չեն։ Այսօրվա տեսանկյունից գուցե մեզ ճիշտ են թվում մեր հարցերը։ Բայց ինչ կանես, երբ որ մի քանի տարի հետո դու ամաչում ես քո հարցերի համար։ Շատ տարիներ առաջ մեզանից երևի ոմանք, եթե ոչ բոլորը, ասել են հետևյալ խոսքերը, որ այսօր էլ ոմանք ասում են առանց հասկանալու։ Դե, եթե չես կարող մեզ օգնես, իջի մենք ես կօգնենք։ Մեծամեծ խոսքեր։ Կամ ուր էիր դու, երբ որ միլիոնուկես հայ էին կոտորում։ Արդուր մեզ չէ։ Որ թվում է, թե առաքելական եկեղեցու հետ է, որ թա եկեղեցի հաճախումներից մեկն է, պետք է որ թվում է ըստ պատկանելության ճանաչել Աստծուն։ Բայց գիտեք, գիտությունը չի ճանաչողություն բերում Աստծու, այլ հպանություն է բերում։ Սերն է, որ շինում է, եւ գիտությունն է, որ փչացնում է, հպարտացնում է։ Այս հոբը մի մարդ է, որ ազնիվ էր, անկեղծ էր, բայց երեք ասում չէ ճանաչում այս մարդը, ինչպես մեզ այն շատերը, որ սկսել են իրենց կյանքը դեպի Աստված, չեն ճանաչում Աստծուն, որովհետև եթե ճանաչեին, իրենք պիտի վազեին դեպի Աստված, բայց որ մեկը կարող ասի, ես գնացի գտա նրան, ոչ այդ միշտ նա է գտել մեզ, մենք նրան երբեք չենք գտել, դա մեզանից չի։ Եվ այ հոբը հարցեր էր տալիս անուղակի և Տերը պատասխանում է, ով ես դու, որ այսօրվա տեսանկյունից ես նայում։ Երբ որ ես շատ տարիներ առաջ, այդպես էի մտածում, ինչպես Արտուր Մեշչյանը, որ ուր էր Աստված, երբ որ միլիոնուկես հայ են կոտորում, որովհետև իմ արմատները այնտեղից են, որտեղ կոտորեցին իմ ազգուտակը։ Իմ ազգուտակից փրկվեց ընդամենը տատիս, պապիս, որից ծնվեց մամաս, մորակույրս, քեռիս։ Ես մամայի կողմից, մորական կողմից էլ ուրիշ ազգուտակ չունեմ, թուրքը կոտորել, շատ են, բայց կոտորել։ Հորս կողմից էլ հերս մինուճարա դարձյալ ազգուտակ չկա։ Գիտեք, ես էլ էի հարցնալի, ուր էիր Աստված։ Ու հետո երբ որ սկսեցի դեպի Աստված գնալ ճշմարտությունը ճանաչել, ես գետինը մտա իմ հիմար հարցերից, որովհետև Աստված պատասխանում է, սիրելիներ, Աստված խոսում է։ Աստված ասեց, ուր էիք դուք հայեր, որ ասում էիք դուրս գնացեք Անատոլիայից, Ամերիկայի ափերը գնացեք, գնացեք Լոս Անջելոս, Կալիֆորնիայի նահանգ, և ես ձեզ բարգավաճում կտամ, գործեմ, թողեք ինչ հարստություն ունեք, ինչ որ ունեք, ինչը չեք կարող տանեք, թողեք, գնացեք օր առաջ, որովհետև արհավիր քա գալիս, բայց շատ հայեր այդ ժամանակ ասեցին, աման, ըստը մենք մարդիկ ունենք, դեպուտատ է մեջլիսում, հվե Զոհրաբ մեր դեպուտատն է, իսկ Զոհրաբ թալյակին հետ նարդի կտշի, Էնվերին հետ շախմատ կխաղա, ով կրնա մեզի վնասել, մեր գործերը հաջողակ են,
դեպա առաջ կթռնեն։ Թռա, միլիոն կես զոհեր տվեցին, այդ ոնց թռան։ Բայց մենք մեծ վերաններս բացեցինք եւ Աստծուն հարցեր ուղեցինք։ Ուր է Աստված, երբ որ միլիոն կես հայ էին կոտորում։ Ուր է իմ ազգ, երբ որ ասում է ապաշխարի։ Ուր է իմ ժողովուրդ, երբ որ ասում է գնա չհնազանդվեցիր։ Գիտեք կան բաներ, որոնց պատասխանները Աստված այստեղ չի տալու, այնտեղ կտա։ Բայց շատ բաներ պատասխաններ այստեղ տալիս է ուղղակի Երանի, դեսով ականջներին։ Շարունակենք մեր հով բարեկամի, բայց հովի մենք չենք կարդում կամ խոսում, որպեսզի հովին անդրադառնանք կամ դատենք, ասենք հով այ, այդ տղա բասենց է լավ։ Որովհետև մեզնից ոչ մեկ չի կարող հովի հետ համեմատվի, որովհետև հովը մի բան արեց, որ չի տրված անում մեկից, եւ հովը կարողացավ այնքան ազնիվ ու անկեղծ լինել, որ խոստովանեց իր սխալը։ Արդյոք այդպես անում այսօր քրիստոնյա կոչվող ամեն բան։ Գիտեք, մենք հաճախակի ասում ենք քրիստոնյաները պիտի փրկվեն, ես համաձայն չեմ։ Եթե սա լիներ առաջի դարում, երբ որ Անտիոքում առաջի անգամ նրանք կոչվեցին քրիստոնյա, ովքեր կոչվեցին Տիրոջ աշակերտները, ես կասեի համաձայն եմ։ Այսօր, երբ որ ասում են քրիստոնեություն պիտի փրկվի, ես համաձայն չեմ, որտեղ ավետարան ուրիշ բան ասում։ Փրկվելու են վերեսնից ծնված Աստծո զավակները։ Իսկ ինչքան քրիստոնյա դուք գիտեք, որ Քրիստոսից այնքան հեռու է, որ ասելու էլ չի։ Ճիշտ հակառակը։ Ես իմ ազգի մեջ տեսնում եմ մարդիկ, իմ ազգի մեջ ասելով ոչ միայն հայ ժողովուրդի նկատմամբ, այլ հենց մեր ազգի բարեկամության մեջ տեսնում եմ մարդիկ, կնոջս կողմից, դժբախտաբար, որ երբ որ Քրիստոսից ես խոսում, որտեղ Աստծուց ես խոսում, ոչինչ հանդուրժում են, որովհետև Աստված ասելու ամեն մեկը մտածում է իր ձևի, եւ ամեն մեկը ի նկատի ունի իր Աստծուն, սեփականաշնորհված, փողով գնված, Աստված, որի բերան իրանք խոսք են դնում, եւ որ իրանք երբեք ոչ դատում է, ոչ ուղղում է, ոչ մի բան ցույց տալի, որիշ պետք չի վախենալ։ Այդ Աստված ջինի պես եկել է իրանց ծառայելու։ Իրանք պիտի օրհնեն, բարգավաճեն, հզորանան։ Ես դրա համար ասում եմ ոչ։ Քրիստոնեություն չի փրկվելու, փրկվելու են Աստծուն դառած ճշմարիտ վերեսնից ծնված հավատացյալները։ Դրա համար այսօր աշխարհը, քրիստոնյա աշխարհը, երբ որ լսում է Աստծու մասին, այդքան չի գազազում։ Սկսի Քրիստոս քարոզել, երկրորդ հարցը։ Իմ ավանդեց ոնց, եթե Աստծուն հավատացողը Աստծուց է խոսում ավանդա, հասկանում եք որտեղ ենք հասել, որտեղ է խեղ կատակությունը, որտեղ է սուտն ու կեղծիկը, եւ մենք կարծում ենք, թե Աստծուն հարցել ենք տալիս։ Շարունակենք հողը սիրելիներս 40 գլխից 1-ից 14 համարը։ Եվ Եհովան հոգու պատասխանելով ասեց. ամենակարող է վիճողը պիտի կարողանա խրատել նրան։ Մենք փորձում ենք ամենակարող է վիճող։ Մենք ճիշտ ենք։ Քիչ պետք է այս բաները մեզ պատահեն։ Իսկ հարց, իսկ ինչու չպիտի պատահեն։ Մեր արյունը կապուտ է, ապա ոնց է։ Մենք հարիների ցեղից ենք։ Մեր արյունը կապուտ է, մենք հատուկ ցեղ ենք, բոլորը մեզ պիտի կան խոնարհվեն, երկրպագ են, բոլորը մեզ պիտի օրհնեն, բոլորը աշխատեն, մենք ուտենք, մենք ուրիշ ենք։ Ամենակարող այդ վիճող պիտի կարողանա խրատել նրան։ Աստծուն հանդիմանով թող պատասխան, Եհովա պատասխանեց Եհովային եւ ասեց. ահա ես նվաստ եմ։ Սկսում է հովը ոնց որ տեղը բերել, լեսում առաջ է։ Ինչ պատասխանը։ Ձերքս բերանիս եմ դնում։ Ելով եմ ես, որ ասեմ ուր էի դու, որ միլիոնու կես մարդ եք զոհվում։ Ով եմ ես։ Այո, դա ցավ է։ Այո, մենք նշում ենք մեր այդ կորուստները, հիշատակում ենք։ Հիշատակի օրը, բայց դրանք սուկի օր չեն այլևս, բավական է։ Մարդիկ այս վերջերը խոսում էին, թե չեն ամանչում, ամսի 24-ը սուկի օրը, հաջորդ օրը ուրախության օր են անում։ Ես ուզում եմ հարցնել, սիրելի քննադատ,
Փոխանակ զբաղվես ինքնակնդատության, գլխիդ ես զոր տալի, կարծելով մարդկանց ես բան ասում, բայց դու իրականում ասում դեմ ես խոսում։ Հիմա ես քեզ հարց տամ։ Հայրդ ու մայրդ մեռել են 20 տարի առաջ։ Դու ամեն տարի հիշատակի օր ես անում, հիշելով պապայի, մամայի, մահվան տարելիցը։ Դե չես հիշում։ Եթե չես հիշում, դառը զավակ ես, բան չունեմ ասել։ Բայց հաստատ հիշում ես ամեն։ Բայց ենթադրենք նա մահացել է ամսի 10-ին, ամեն տարվա 10-ը քո համար ինչա հիշատակման օր։ Բայց առաջի օրը, որ մեռել էր այդ մարդը այդ օրը, դու հաստատ 11-ին այդ տարվա չգնացի ուրախություն քեֆ անել։ Տաշի! Վերջապես մեռան։ Չէին անում, չէ՞ ուրախություն։ Բայց հաջորդ տարի դու հարսանիք էլ արեցիր մյուս օրը։ Հե՞։ Չես արել։ Հաջորդ տարի դու խորովածել էիր ուտում։ Ամսի 10-ի հիշատակման օրից հետո մյուս օրը կինոյել էիր գնում, թե չէիր անում։ Բայց այսօր անցել է 100 տարի, ինչ ես հիմար դուրս տալիս, թե գիտեք սուքի օրա, սուքի օր չի, հիշատակության օրա, դու պիտի հիշես այդ օրը, թե ինչ եղավ, իմ պապերի հետ, քո պապերի հետ, իմ տատերի, քո տատերի հետ, մեր ազգի հետ, դու պիտի հիշես, բայց առավել հիշիր, թե ինչու եղավ, որովհետև մենք խոտորնակ էինք մենք տիրոջ հետ, և սրա համար պատահեցին այս բաները։ Ես չեմ արտարացնում ոչ թուրքերին, ոչ ռուսերին, ոչ հրահարողներին մյուս։ Նրանք պատասխան են տալի ասում և դեռ տալու են։ Ես մեր մասին եմ խոսում, որովհետև ինձ ինչ, եթե ես չփոխվեմ ու գնամ դժոխք, իսկ նրանք հանգարց մի օր ապաշխարեն ու գնամ դրամ։ Ինձ ինչ։ Ես իմ ցավը դարձեմ։ Դուք հասկանում եք ինչի մասին եմ խոսում։ Մենք հարցեր ունենք Աստծուն։ Մի քիչ մտածենք հարցեր տալուց առաջ։ Լավ կլինի մի քիչ մտածենք և ոչ թե զգացմունքային պոռթկման մեջ, ցավերի հուսահատության մեջ, դրա համար երբ որ մարդը ցավեր ունի, ես ինչ եմ անում իմ ցավերի մեջ, թե ֆիզիկական, թե հոգևոր, երկուսն էլ ցավ են և ավելի ցավը հոգևոր, ով գիտի ինչ եմ ասել կասկա։ Ես եմ ցավերի մեջ փորձում եմ չխոսել, միացնում եմ որևիցե փառաբանության երգ, երկրպագության երգ և մտածում եմ։ Եվ երբ որ Աստծուն հարց եմ տալ, կարող եմ մի քանի բառ հարցնել, որպեսզի հանկարծ հիմար դուրս չտա։ Որովհետև ցավերը մեզ ստիպում են, որ մենք սխալվենք։ Ցավերը նման են գինու։ Գինովացած մարդը ամեն հիմարություն դուրս է տանում։ Ցավերն են այդպեսին։ Դու կարող ես ցավերի մեջ անհարկի դատել, վշտանալ, մեղադրել, ուր ես տեղ ես մեռնում եմ։ Շատ տարիներ առաջ ես իրոք բառից բոլոր իմաստներով ֆիզիկապես մեռնում էի, չարակ կորուստում էի գողուղես մեջ 2000-ական թիվներ։ Եվ ես գոռացի, ու ես Աստված, ես մեռնում եմ։ Ես դες ասեմ, որ Աստված խոսում է, պատասխանում է, Աստվածն այդ հրաշալի հումոր ունի, որ քեզ կարա անգամ սպանի։ Գուցե հետո դու կծիծաղես այդ հումորի համար, բայց այդ օրը դու կլացես, որովհետև այդ հումորը կարա սպանել։ Բայց սպանում է կենդանի անելու համար, հարություն տալու համար։ Երբ որ ես ասեցի ուր ես Տեր, ես մեռնում եմ մի խաղաղ ձայն, այդ մեռի, ոնց։ Սատանան Աստված չի կարող ասել մեռի։ Նորից հանգիստ, խաղ, մեռ։ Ես ասեցի ոնց Տեր։ Երրորդ անգամ, երբ որ ես զարմացած լսելով դա ասեցի, ուզում էի գոռալ, թե Սատանա հետիս անցի, Հարկը ասում, որ մի քանի վայրկյան այսպես համբերություն ունեցավ։ Երրորդ անգամ պատասխանը հետևյալն էր։ Ես սպանում եմ հինը, որ նորը ապրի։ Ես քանդում եմ հինը, որ կառուցվի նորը։ Որ մինչև չլինի մահը, չլինի հարությունը։ Իմ վրա կենդանություն իջավ։ Այնպես չի, որ ֆիզիկապես լավ է, հիմա ավելի վատ եմ, բայց մի հատ հավատքայի չէ իմ մեջ, ասում եմ, նա է ասել, նա կանի։ Անցան տարիներ այդ դեպքից հետո։ Բժիշկը ասում էր, եսի մեռնում է, ես ծիծաղում եմ։
Հարևաններ զգալց էին, որ բայատի կանչեն, ասեն, բայ մեր ինգեր, դու գնացին, հեննում, նստում եք, հարում եք Քրիստոս։ Գնում էին ասկանանքին ասում են, ուր եք ուղարկե, էդի մերման խոտով չի մերնում։ Այո, չէի մերնում, ինչու, որովհետև նա արդեն սպանել էր, որպեսզի հինը մեռներ և նորը ապրեր։ Նա այդ կյանքը և նա որպես կյանք ավելին է քան մահը։ Մահից զորավոր է կյանքն ու սերը։ Ոչ թե մահվան պես է զորավոր, այլ մահից զորավոր է։ Նրանն է Հիսուս Քրիստոս։ Եվ Հոբը ինչ ասեց, ահա ես նվաստ եմ, ինչ պատասխան, ձեռքս բերանից եմ դնում, մեկ խոսել եմ, այլևս չեմ պատասխան, մյուս անգամ էլ, և էլ չեմ կրկնի, ես ով եմ, տեր։ Եվ Եհովա պատասխան տված փոթորկի միջից եւ ասեց. Հիմա մեջքը գոտեպնդիր քաջազունի պես, որ ես քեզ հարցնեմ, եւ դու ինձ իմացիր։ Մեծ հարցումներ ես տալ։ Դե հիմա ես քեզ հարցնում։ Ասա ինձ, մա։ Դու արեցիր մի բան, քեզ տված ես չտեսա։ Դու արեցիր մի ուրիշ բան, քեզ տված ես էլի չտեսա։ Բայց ասա խնդրեմ։ Այդ ինչպես էր, որ չտեսա, բայց անգամ դիպուկ։ Քո երեխայի միջոցով քեզ հետ խոսեցի, որ դու ասի, ես մեկը տեսել եմ իմ առած։ Հարևան բերանով խոսեցի, հովիտ բերանով խոսեցի, ավակիտ բերանով խոսեցի։ Քեզ թվում էր ես չտեսա։ Բայց ես խոսեցի, որ դու ուշքի գաս, որ դու մեղա գաս, որ դու ուղղվես, որ դու դառնաս։ Մենք ասում ենք, Աստված պատասխան ունի, դե ասում է ասա, որը տենց իմաստուն ես, ես որ տեսա, դու որ տենայր մեկի սխալը քո նկատմամբ, ինչ կաներ, նրան սպաներ քո ընկերության շրջանից, այսինքն դուրս կաներ, կջնջեի, նրա անունը քո ընկերությունից, վեր, ես մարդը մի բան արել, ներման արժան չի։ Բայց դեպքում ինձ հասկացում, որը տենց խելացի ես, ես որ տեսա քո արարքը, խիկ ես չսպանեցի, խիկ ես համբերեցի։ Բա իմաստուն ես, ասա ինչ եմ համբերել քեզ։ Որովհետև հենց դու մտածում ես առաջի բանը հետևյալն է։ Ես լավն եմ դրա համար համբերեց։ Սուրբ Գիրքը ասում է, ոչ բարի մեկը կա, ոչ արդար մեկը կա, ոչ լավ մեկը կա, բաց է ասում։ Որովհետև ես արժանի եմ, Սուրբ Գիրքը ասում է արժանի մեկն էլ չկա։ Բայց բոլորս արժանանում ենք Աստծո ողորմությանը նրա որդի Հիսուսի արյան միջոցով։ Սիրելի մարդ, բայ իմաստուն ես, դե ասա ինչի է համբերում Աստված ինձ ու քեզ։ Ինչի է սիրում անգամ այն ժամանակ, երբ որ մենք սիրո արժանի չենք։ Հոբը կարդա, հոբը, կիմանա, ես չեմ ուզում ժամանակ հետ կապված շատ կարդամ, հիմա 42 գլխից հոբի, մեկից 6 հատվածը պայթրի կարդամ, որտեղ հզոր է։ Եվ հոբը պատասխանեց Եհովային եւ ասեց. Գիտեմ, որ ամեն բան կարող ես, և քո դիտավորությունները չի արգելվի, ով եմ ես, որ հանգարց ստոպ տամ քո ուզածին։ Հիսուսն էլ երբ որ աղոթում էր, չասես չէ, որ ես աննետ չեմ ուզում մեռնեմ, ասելու չի։ Այդ ցավերն էլ, բա, քեփս եկավ այդ ինչ ես ասում հայրը, դες ցավեր, ինչ լավ բան է, այսօր ուրախության օր է։ Չասեց հայր, եթե կարելի է, այս գավաթը անցկել է ինձանից։ Բայց ոչ թե իմ, այլ քո կամքը լինի, ամեն։ Գիտեմ, որ ամեն բան կարող ես և քո դիտավորություն չի արգելվի։ Ով է նա, որ խորհուրդը նսեմացրի անիմաստ խոսքերով։ Իրավ, խոսել եմ, չեմ ասում չեմ խոսել, բայց չեմ հասկացել։ Ինձ համար անիմանալի են եղել, և ես չգիտեի, աղաչում եմ, լսիր ինձ որ խոսեմ, քեզ հարցնեմ և ինձ իմացրու։ Նայեք ինչա տեղի ուներ, մինչև էդ էլ էր հոբը խոսում, բայց դատում էր ասում, քննադատում էր։ Ինքն արդարանալով Աստծուն էր մեղադրում, որպեսզի ինքը արդար դառնա։ Սա է մարդը ժողովուրդ ջան, բայց հիմա ինչ ասում, աղաչում եմ լսի որ խոսեմ, այսինքն նորից դատեմ, նորից հիմա հարցեր տաց, նորից ասում վարկաբեկես, ոչ ասում հոբը։ Քեզ հարցնել, հիմա իմ խոսքը քո դեմ չի ուղղված դատելու, քեզ անարդար կոչելու, քեզ սխալացնելու, որ ես ճիշտը դուրս գամ։ Հիմա ես եմ
ուզում հարցեր տալ, ես ուզում եմ ճանաչել քեզ, ուղղակի դա ինձ հետաքրքիր է, ինչու Տեր, ես ուզում եմ հասկանալ, ոչ թե ինչու ինձ հետ սեր, ես քեզ դարձում եմ այդ, ինչու Տեր, ինչ կա Տեր, որ ես պիտի հասկանամ, որ ուղղվեմ, ինձ ասա, որտեղ եթե չհասկանամ, զուր այս փորձությունը, որով անցնում եմ, պիտի հետևանք լինի, ես իմանամ ինչից հետ կանգնեմ։ Տեսնում եք, ինչ է կատարում ես մարդը փոխվում է սիրել, աղաչում եմ լսիր ինձ որ խոսեմ, ու այլևս չի խոսում դատելու իր մեծամտությունից, չի խոսում Աստծուն չճանաչելով, Աստծուն ցույց տալ, թե ինքը քաջակ տեղյակ Աստծուն ասում։ Քեզ հարցնեմ եւ ինձ իմացրու։ Ինչու է այսպես խոսում, որովհետև ականջի լսելով լսել էի քո մասին, բայց հիմա աչքերս տեսնում են քեզ։ Վասն որով նվաստանում եմ եւ զղջում հողի եւ մոխրի վրա։ Ով ար, երբ որ գալիս Աստծո ներկայության մեջ քեզնես մի պահի ասես Աստված քո համար ոչ զարմանալի է, ոչ անսահմանափակ, արդեն սահմանափակել ես ամեն ինչ գիտես Աստծուց, դու գիտես թե Աստված որ պահին ինչ է ընդունակ եւ ամեն բան գիտես, քեզ էլ Աստված չի կարա զարմացնի։ Զգուշ։ Լավ է որ դու հոբից սովորես եւ հասկանաս, որ հիմա ոչ թե Աստծո դեմ խոսելու, ոչ թե մարտահրավեր նետելու, ոչ թե անձը տարթարացնելու եւ Աստծո դեմ կանգնելու, այլ Աստծուն հարցնելու։ Հարցեր դու Աստծուն։ Այսօրվա թեման չի ասում, հարցեր Աստծուն։ Ոչ թե մեղադրանքներ Աստծուն։ Ոչ թե մեծամեծ խոսքեր Աստծուն։ Հարցրու Աստծուն։ Տեր, որ դու ինձ դրել ես ծառայող ես տեղում։ Ինչու մեր հետ այս բաներն են պատահում։ Որտեղ է իմ սխալը, որ ես ուղղեմ, որպեսզի դրանք չպատահեն։ Իսկ այն ժամանակ էս ինչ հոտ ես տվելից, էս ինչ ընտանիք ես տվելից, էս ինչ երկրի մեջ եմ ես, ինչ ես ժամանակներում ծնվեցի։ Անգլիացի 16-րդ դարի շատ փառաբանված, մեծարված մի բանաստեղծ, որ ասում են այն ժամանակվա շունչը կրողներ, որ զարթոնքի ժամանակաշրջան է, գիտեք, ակամը ասում է մեղադրում, Համլետի վերանում, ինչու ես ծնվեցի, որ հենց ես ուղղեմ ես ամեն սխալները։ Այս գետեսին ժամանակի մեջ ասներ է, կարգի ժամանակի մեջ լներ, կարգին ապրենք, ես ինչ է իմ վիճակը, ես եկնեմ ես ուղղեմ, էլ բան գործ ունեմ, ուրիշն է քեփանեմ, իսկ ես չարչարվեմ։ Դուք հասկանում եք, որ ինչքան սխալական մարդը բայց չի գիտակցում։ Բայց ահա այս անգլիացու 6 դար առաջ Հայաստանում ծնվեց մի մարդ, որ Աստծուն էր ճանաչում եւ հոբի պես իր ճանապարհը անցավ, որ Աստծուն ճանաչի եւ այս մարդը, որի անունն էր Նարեկ, ասում էր Տեր, ես ոչ մեկից լավը չեմ։ Ես էլ բոլորի պես մեղավոր մեկն եմ, նույն թթխմորից։ Եվ եթե իմ մեղքերը Արադ լեռան մի նժարին տրվի, կշերտի մի նժարին տրվի եւ Արադ լեռը դրվի մյուս նժարին, դարձյալ իմ մեղքերը ծանր, Արադից ծանր։ Իրան տեսնում էր ինչպես Պողոսը մեղավորների պարագրով, 10-րդ դար, հայ իրականության մեջ Նարեկ անունով մեկը սկսեց ճանաչել Աստծուն եւ ճշմարիտ հարցեր տալ նրան։ Ոչ թե դատում էր, հնչեց ինձ դրել ժամանակի մեջ։ 10-րդ դար, եթե պատմություն իմանայք, որ ինչքան դժվար դար էր Հայաստանի համար, բայց անկեղծ, այս պատի տակ հարցնենք, իսկ հայի համար հեշտ դար եղել է։ Ինչքան մեծ ես դու, այնքան շատ պիտի տաշտես, որ բռլյամ դառնաս։ Հասկանում ես։ Ինչքան թանկ քար ես դու, այնքան քեզ շատ են տաշելու, որ դու լինես այն, ինչը որ պիտի լինես։ Եվ ահա Նարեկացին ճանաչեց Աստծուն եւ Աստծուն ներկայացրեց աշխարհին եւ ցույց տվեց, թե ով է մարդը եւ ով է Աստված, ինչքան ցածր է մարդը, ինչքան բարձր է Աստված, ինչքան վատն է մարդը, ինչքան լավն է Աստված, ինչքան ընկած է մարդը, ինչքան բարձրացնող է Աստված։
Եվ աշխարհը երբ որ դարակացիով սկսում է նայել Աստծուն, զարմանում է, որ Տեր, ես քեզ չեմ ճանաչել։ Մենք պիտի ազնիվ լինենք։ Առաջ մեզ է, հետո Աստծու եւ մյուսների հետ։ Ամեն։ Ով Տեր։ Հիմա հարցել Աստծուն։ Երկու օր առաջ, երկու օր ասելով մենք հայերս ասում ենք երկու օր, կարող է 5-6 օր լինի։ Ասում ենք երկու հատ սոխտուր, ի նկատի ունենք մի մեշոք տուր է թամեն։ Ի նկատի չունենք հենց երկու։ Ասում ենք մի 100 դրամ կանաս, ձեր բռնես, հոգնես, 100 դրամը ո՞րն է 100,000 դրամ։ Հա՞։ Հետպես չի մեր հայրը մի քիչ հալելույա, Տիրոջ, տեստեղ ես, հրաշալի է։ Էմա քորես ինձ մի բան ասել, գիտեք, եթե ես ներսից չզգացի, ես չեմ ասում, օքեյ, կանը։ Ասեց արամ աղբեր, կարդացել եմ, մի տեղ հանդիպել եմ, մի բանի, կարաս ասես այդ բաների մասին։ Ուրեմն, Թուրիմի մասին, դու կարդացել եք Թուրիմի մասին ու մի մասին։ Շատ է տեղակայել չեն ասում են, ինչ թուր, ինչ մուր, այմա, որդեից այդ մուրը, որդեից այդ թուրը, սաղ կյանքնես մուրը թուրա, սս բանկալի, էլի է թուրն ու մուրը, չէ, ումիմ, թումիմ, այ ժողով ջան, մուր չի, բան չի, Էմա քուրը հարցեց, ասեց, էդ ինչ անշնակում, ես մենակ մի բան գիտեի, ասեցի քուր ջան, ինչ կամ, գիտեմ ինչ կամ, հիշում եմ, դա նշանակում է, լույսեր, ճաճանչներ, կամ կատարելություններ։ Ասեց, բա հետո էդ ինչ անշնակում, դե արի արամ պատասխան ինչ անշնակում, ասեց, չգիտեմ, քուր ջան, եթե Աստված դնի իմ սրտում ու հասկանամ, քեզ էլ կասեմ, բայց որ չեմ հասկանում ինչ ասեմ, Սելներ մի շտապեք մարդկանց սովորեցնել բաներ, որ դու չեք սովորել։ Երբ որ ասում եմ չեք սովորել, նկատի չունեմ, որ համալսարանում չեք անցել, դպրոցներում չեք անցել, եկեղեցում չեք անցել, դա չի սովորել։ Մենք սովորում ենք կյանքով, երբ որ ասում ենք կյանքով։ Երբ որ դա քեզանով չի անցել, որպես պրիզմա քեզանով չի գնացել լույսը, չի ծիածանացվել, չի բաժանվել բոլոր գույների, հետո նորից մեկացել դառել լույս, դու չես կարող մարդկանց բացատրես, որովհետև երբ որ դու խոսես, մարդկանց հոգին չի ընկալի, որովհետև դու չես ապրել։ Գիտեք, զարմանալի է, երբ որ այսօր աշխարհին դաս են տալիս ընտանիքների պահպանության համար, սիրո համար, սեքսի համար չամուսնացածները։ Դե եղբայրս, քույրս, դու որ մի բան չես ապրել, ոնց ես ինձ սովորացնում։ Որովհետև գիտություն է դառել, գիտությունը կասի, այսպես չալի, սա է նոդան։ Բայց այդ նոդան իմ սրտի հետ չի խոսում։ Բայց երբ որ դու դա ապրել ես, երբ որ դու խոսում ես, ես քեզ հասկանում եմ։ Ես էներգիա եմ։ Ես հասկանում եմ, որ դու մի բան առել ես, եւ դա քոնը չի, դու իրոք սովորել ես Աստծո։ Սիրելիներ, ես սրա համար եմ ասում։ Մենք կարող ենք համաձայն գնալ, սա շատ ճիշտ է, դպրոցներ գնալ, եկեղեցում սովորել, մենք եկեղեցում էլ երբ որ դպրոցներ ենք բացում, մարդկանց ուսուցանում ենք, բայց միևնույն է, դա չի կյանք փոխում։ Քանի ինքդ անձամբ չես մտել որպես աշակերտ Տիրոջ ձեռքի տակ ու ասել, սովորեցրու ինձ։ Մենք կարող ենք խոնարհության մասին խոսալ, բայց խոնարհ չլինել, ամեն։ Մենք կարող ենք սիրուց խոսալ, բայց սեր չունենալ, ամեն։ Այսինքն ուսուցումը բերում է գիտություն։ Ես գիտեմ ինչ է սերը, բա որ չունեմ սերը։ Ես գիտեմ ինչ է խոնարհությունը, բա որ չունեմ խոնարհ։ Ես գիտեմ ինչ է զորությունը, բա որ զորություն չունեմ։ Գիտեք, լավ է իմանալը, բայց կա երկրորդ քայլ, գնայինից։ Իմանում ես ունենալու համար։ Եթե պիտի իմանաս ու չունենաս, ինչի ես իմանում, դու ինչին ապել։ Հասկանում եք։ Եվ երբ որ Էմա քույրիկս ասաց, արամ աղբեր այդ ինչ է, վայ քույր ջան ասացի, ես շատ գիտեմ ինչ է։ Հիմա այդ ինչ որ իմ չափով Տերը ինձ բացել է, ես ձեր հետ խոսել կարելի է։ Որովհետև ավելի չեմ կարող։ Ավելի ես էլ կարիք ունեմ, թող ինչ որ մեկի միջոցով Տերը ինձ ասի, ես ավելին եմ ուզում, որովհետև ինձ ամբողջությամբ չի բավարարել, բայց ամեն դեպքում ուրախ եմ, Տերը խոսում է, դա պարզ է, եթե հարցեր ունես Աստված պատասխանում։
Առաջ թակավորած։ Ներողություն նախ ելցից կարդա։ Որովհետև ելիցում ասա նշվում, ելից 28 գլխի 29-ից 30 համարը։ Ինչ ասում է ստեղ։ Ասում է Ահարոնին ինչ արա հագցրած գեստ, ինչ զգեստ քահանայական, քահանայապետական։ Քահանայապետական համազգեստ հագցրեցին, հետո ասում է լանջապանակը դիպր է, հետո ասում է դատաստանի վրա դիպ մեջը Ուրիմն ու Թումիմը։ Դե հասկացի այդ ինչ, բայց ինչ դժվար բան է, ինչ էր նշանակում։ Ահարոն եղբայրը Ուրիմն ու Թումիմն չափ տապորուսով խոք, որ պետք է ծախես, ինչ վայդի, իդ ինչ կերպարանք, իդով, շնորհակալ եմ, որ Տերը մեզ հետ խոսում է, 22 գլուխ, 23 գլուխ առաջ թագավորած 8-ից 13 համար է։ Եվ Սավուղը բոլոր ժողովրդին պատերազմի հրավիրեց, որ Կելիա իջնի եւ Դավիթին եւ նա մարդկանցը պաշարի։ Իսկ Դավիթը իմացավ, որ Սավուղը իր համար չարություն է հնարում, եւ Աբիաթար քահանային ասեց. Եփուտը մոտեցրու։ Այդ լաջապանակը, որի մեջ է ինչ է Ուրիմն ու Թումիմը։ Իսկ ինչ է նշանակում Ուրիմն ու Թումիմը, արդեն ասվեց լույսեր եւ կատարելություններ։ Եփուտը մոտեցրու, եւ Դավիթը ասեց. Ով Եհովա Իսրայելի Աստված, քո ծառան լսեց, որ Սավուղը ուզում է գալ Կելիայի վրա, որ փչացնի քաղաքին պատճառով։ Արդյոք Կելիայի բնակիչներին ստացել է կմատնեն ծառայ լսածի պես։ Սավուղը քիչնի, ով Եհովա Իսրայելի Աստված, աղաչում եմ ծառայ հայտնի, եւ Տերն ասեց. Քիչնի։ Եվ Դավիթն ասեց. Կելիայի բնակիչներին ինձ եւ իմ մարդկանց Սավուղի ձեռքը կմատնեն։ Եվ Տերն ասեց, կմատնեն։ Եվ Դավիթ ու նրա մարդիկը վեր կացան, 600 մարդիչափ եւ դուրս եկան Կելիայից եւ գնացին ուր որ կարող են գնալ եւ երբ որ Սավուղին իմացին թե Դավիթը Կելիայից փախել է, գնալը ձգեց։ Էլի մաս չունի, գնանք զորքով, գնանք ինչ անենք, փախել են։ Ինչ տեղի ունեցավ։ Դավիթը լսել էր մի խնդիրի մասին։ Դե շատ լավ է խնդիրը լսել եմ, բայց ինչքանով է իրական, ինչպես կկատարվի, ինչ կլինի, բա իմ արարքը ինչ անելու, իմ քայլը որն է անելու, ես ինչ անեմ։ Եվ Դավիթը այնպես չի, որ Աստծուն չէր հանդիպում, այնպես չի, որ Աստծու հետ չէր խոսում, որովհետև Աստծուց այնպիսի պատգամներ ստացավ, որ մինչև այսօր մենք ապշած ենք այն ճշգրիտ մարգարեությունները, որ իրեն տրվել են։ Բայց այս Դավիթ մարդեր ինչպես մեզ այդ ծավալ, մեկը մենք կարող ենք ամենամեծ մարգարեություններ ունենալ մեր երկրի համար, մեր ժողովրդի, բայց հետո նույնքան կարիք զգալ, որ դու եւ մյուսը ինձ ծառայեն Աստծո խոսքով։ Այսինքն Աստծուն հարցնեմ նաև այդ մարդկանց միջոցով։ Երբ որ դու սպասում ես, որ միշտ Աստված քեզ խոսի, Աստված քեզ կպատասխանի այնպիսի մարդկանց բերանով, որ դու չես սպասում։ Ինչու՞ խոնարհեցման համար։ Ինչու՞ քեզ մի բան չտեսնելու համար։ Ինչու՞ որ դու չասես ես եմ ու ես ամեն պարգևը ունեմ, ոչ մեկի կարիքը չունեմ։ Չէ, Աստված ասում է ես նրանց բոլոր պարգևներ եմ տվել, եւ դու նրանց կարիքը պիտի ունենաս։ Ամեն։ Սա լուրջ բան է, սիրելիս։ Երբ որ Դավիթը խնդրեց, որ քահանան Եփուտը մոտեցնի, նա հարցեր տվեց եւ Աստված պատասխանեց։ Հին ուխտում սրանք ֆիզիկական բաներ էին, նոր ուխտում դա նշանակում է դու քահանան ես Աստծո քո տանը։ Հնարավոր է եկեղեցում նայել, հնարավոր է քո երկրի քահանայապետ տեսնել, հնարավոր է։ Բայց Աստված քահանաների հետ խոսում է հին ուխտում, ինչով Եփուտի մեջից ու Թումիմի միջոցով։ Այսօր քեզ հետ խոսում է Քրիստոսի միջոցով։ Քրիստոսն է քո ամեն ինչը, թե Ումիմը, թե Թումիմը, թե ճշմարտությունը, թե լույսը, ամեն բան։ Բայց Աստված երբ որ քո հետ խոսում է, երբեմն դու հարցեր ունես, Տեր, այս բանը լինում է իմ կյանքում կամ իմ շուրջը, ինչու՞։ Պատասխան չկա։
Այդ ժամանակ զանգում ա կոնկերը ու ասում ա չգիտեմ, ընդենց եմ ուզում մի հատ հանդիպեմ, ու այդ մի գիտ զրուցեմ։ Դու ասում ես չէ, բարքամ, ժամանակ չունեմ, արգո ես դնում։ Ինչու ես անում, որովհետև ասում ես ես տիրոջ երեսն եմ փնտրում, ես կարիք ունեմ, դու ինքը խոսի, ես խնդիր ունեմ ու պատասխանը չեմ լսում։ Մի քանի ժամ հետո նույնիսկ ընկեր զանգում ասում ա, բայց ընդենց եմ ուզում էլ մի հատ 5 րոպե, գոնե հանդիպենք, էլի։ Դու նույնիսկ ասում ես չէ, ընկեր, ժամանակ չունեմ։ Մի ուրիշ անգամ, մենք ուրիշն ա զանգում, ասում ա լսի, դու լսել եմ, որ վաղը չես գալու Կիրակ Լորյան, հա ժամանակ չունեմ ինչ-որ հարցեր կա, դու չես կիսվում, որ քո համար կյանքի մահու հարցեր են ու դու ընկել ես Աստծու առաջ և սպասում ես, որ Աստված քեզ պատասխան տա։ Շատ անգամներ պատասխան ա տվել, բայց չգիտես ինչու այս վերջերը այս հարցով չի պատասխանում։ Պարզվում ա քեզ Աստված ընկերոջը բերանով ասում է, գամ ասեմ այդ քո հարցերի պատասխանը, տղաս աղջիկս։ Բայց դու ասում ես մտքում է, չէ, նա պիտի գա խոսի, ուրիշին չեմ լսի։ Չէ, չեմ է դա հովին լսեմ, ես ուզում եմ դանձապ ինքը խոսի։ Գիտեք, եթե մենք հովին ենք դարձնում միակ միջնորդ ասու և մեր միջև, Աստված դատարում է հովով ինձ հետ խոսել, ուրիշ հետ խոսի ինձ հետ չի խոսի, որպեսզի սովորեմ ասում ուտեմ։ Երբ որ իմ ընկերոջ միջոցով ես մի քանի անգամ Աստծու ձայն լսելուց հետո սովորություն եմ դարձել, ասում եմ, ընկերս խնդիր կա, կարողոտ ես գաստենամ ինչ ապատային։ Գիտեք, ընկերս կգա, բայց ոչինչ Աստված չպսի դու պիտի սովորես անձամբ մոտենալ քո Տիրոջը։ Դուք հասկանում եք ինչի մասն եմ խոսում։ Որովհետև այդ Ուրիմն ու Թումիմը քո մեջ է, բայց այդ Ուրիմն ու Թումիմը նաև են մյուս հավատացյալի մեջ է։ Եվ Աստված ա որոշում, քո ներսից քո հետ խոսա, թե դրսից քո հետ խոսա։ Դա դու չես որոշում, դա Աստված ա որոշում։ Բենինը պատմում ասում ա մի 6-7 ժամ հետո պիտի գնամ ծառայության։ Դու գիտեք, որ Աստված այդ մարդու բերանով խոսում էր ոչ թե ժողովուրդներ, ազգեր։ Տասնյակ հազարներ են խոսում, 100,000-ներ, միլիոններ։ Հիմա այս մարդը պիտի գնա, որ խոսի Աստծո խոսքը, ու հանգարց Ադամը սկսել է ուռել, ցավներ կողնել։ Ասում է դելա, 6-7 ժամ կա, երևի մի բան դնեն, բրեն, մի բան սեղմեն, կաց ներվիս է ծլվա։ Այն մատ մնացել է 2-3 ժամ արդեն։ Չոց, ավելի է ուռել։ Ասում է կինս կողքովս անցավ, սս նայեց, ասեց, գնա բժիշկի։ Թե ես բժիշկի գնացող տղա է։ Ես հետ է տղա է։ Նա պտի պատասխան տա, ուր ես ինձ ուղա։ Ասում մնացել է ժամքես արդեն նռում են, ես այսա չգիտես ծնում եմ, ես ինչ ցավա բռնել է, թուշս կախվել է, բայց ես թշով ոնց եմ էտալ ծառայելու։ Ասում եք ամոյսն այս ասեց, բերք ես չասի գնա բժիշկի, ասում փոր փոշման ջարդած գնացի բժիշկի։ Կես ժամ հետո ուռուցքը իջա, ճղեցին, ամեն ինչ նորմալ է, ցավը թողեց, գնացին ծառայության։ Հետո հասկացա, որ Աստված ինձանով խոսում է, բայց մեկ էլ ուրիշով է խոսում, պիտի սովորես լսել, ուրեմն տղամարդիկ, զգուշ եղեք, երբ որ ասում եք, լսի կնոջը, բայց հակառակն արա, այդ սատանան է։ Կինը Աստծո խոսքը ասի ու դու հակառակը կանես, կետաս կընկնես հորը, որտեղ թրքել է հենց նոր մի կողմ։ Եթե ինչ կնի քո հետ, դե դու որոշ։ Չեմ ուզում անգամ պատկերացնել։ Սա ցարցապետում է։ Ուրեմն սիրելիներս, մենք պիտի հասկանանք, որ Աստծո կատարելությունը, որ իր լույսն է, որովհետև Քրիստոս Հովհաննես 8:12 ասում է, ես եմ աշխարհի լույսը։ Եվ եթե մեկը իմ ետևից գնա, նա խավարում չի մնա։ Խավարը մահն է, բայց լույսը կյանքը։ Դու կարող ես լինել քրիստոնյա, բայց քայլել խավարում։ Դու կարող ես լինել քեզ կոչել հավատացյալ, լինել եկեղեցում, բայց այդպես է Ուրիմն ու Թումիմը քո հետ չի խոսում։ Որովհետև դու եւ չտասպես, չէ, ես նրան եմ հարցում, կային թույն կգա։ Ես հիշեցի մի այսպես առակ,
որ լսել եմ, որ շատ լավ նկարագրում է այս վիճակը։ Մի մարդ ված չի լողանում, բայց ես իմ ինչ չի, վերջապես լճում հոգնում է, ուզգում է, որ խեղտվում է։ Գոռում է, «Հոնդեր!» Հրկության ձեռն է։ Մի նավակ, շելով գալի մոտենում, ասում է, եղբայր ձեռքը դուր։ Այ ախպեր գնային գոմ, ասում եմ, սպասում որ դա փրկի։ Նավակը ասում մնում է, դու գիտես։ Ես արդեն եմ վերջի ուժերն է հավաքել, վերջի անգամ արդեն քիչ եմ ջուրակ ու տալի արդեն, հեսա իշնելու է հատակը, գոռում է «Հոնդեր, դու ինչ չես լսում»։ Ուրիշ մի նավակ է մոտենում, ասում է, եղբայր ձեռքը դուր, բարձրացնում, ասում է, թե գնա գործից ինչ չեք կպե հոգնացնում, չեք դնում սպասում եմ ասում։ Իշնում է ջրի հատակը, բուլ, ռուս բուլ, խեղտվեց հոնում, իչավ ջրի հատակը։ Երբ որ այդ մարդու հոգին գնում է ասու առաջ, ասում է, տեր, այդքան կանչեց ինչի չփրկեցիր, ասում է, երկու անգամ եկա, որ փրկել, երկու անգամ մերժեցին։ Սիրելիներ, շեշտը մի դերեք, թե Աստված ոնց ձեզ կփրկի, դա Աստծու գործն է։ Շեշտը մի դերեք, թե Աստված ոնց կխոսի ձեզ, դա Աստծու գործն է։ Ես շատերի համար եմ մարգարեացել, շատ խոսքեր եմ ասել, եւ դրանք իրենց կյանքում փոփոխություն են բերել։ Բայց Աստված ինձ սովորեցրել է, որ նաև սովորեմ լսել ուրիշներին։ Երբ որ ձեզանից մեկը խոսք է բերում ինձ, ես այն աղքատի պես, ծառավի պես կլանում եմ դա ասում եմ, տենամ Աստված ինձ ինչ ասում։ Մեկը կողքից ասի, «Յա, ուրիշներին ասում եմ, դու չգիտես ինչ ասում»։ Չէ, ես կարիք ունեմ բոլոր տեսակի Աստծո խոսքին։ Ոնց ուզում է թող խոսա, մենակ խոսա։ Ու տենամ ինչ եմ պատասխանելու իմ հանդիմանության համար։ Դուք հասկանում եք։ Սիրելիներ, Աստված ունի պատասխան։ Առաջ Թագավորաց 28, 5-ից 7 շատ ցավալի բան։ Սավուղը իր կյանքի վերջում Աստծուց մերժված էր եւ ահա գրված է, որ պատերազմ էր եւ ահ ու սարսափից ելած նա սկսեց Աստծուն կանչել, հարցեր տալ, բայց Աստված չպատասխանեց։ Ինչու Աստված չպատասխանեց, որովհետև մի հատ գիծ կա, երբ որ անցալ էլ Աստված չի պատասխանում։ Ամեն բան սահման ունի։ Նա որ մեծ է իր ներումով ողորմությամբ, այդ ողորմության ներմանն էլ սահման կա։ Իհարկե մեր նման չի սահմանափակ, բայց միևնույն է սահման կա, երբ որ այդ սահմանը իջնես, ուրիշի համար կլինի ողորմություն, համար այլևս չի լինի։ Սա լուրջ բան է, որ մենք պիտի մտածենք։ Այո, հարցեր դուր Աստծուն, բայց սովորի խոնարհ լինել եւ լսել, թե ումով կլինի պատասխանը, կարևորը տեսնես, որ նա ինչ ասեց քեզ։ Աստված երևույթներով է խոսում, գիտեք։ Աստված երազով է խոսում, հրեշտակներով է խոսում։ Պատկերացրեք, հրեշտակը իջել է, Մովսեսին ինչ-որ բաներ ասում, Մովսես շուգ ասում։ Չհասկացան։ Այդ քեզով է կանչել որ եկար, այսքան տարի աղոթում եմ, դու նա ինչի խոսա, ինչ է ելել նրա։ Դուք հասկանում եք մարդ ինչքան մեծաբերանա, մեծամիտա, բայց Տերը օրհնի Մովսեսին ինչպես գրված է, նման խոնարհ մարդ չկա, նա լսեց, թե Տերը իրան ինչ ասում։ Հրեշտակը իջել էր եւ Երիքովի մոտ կանգնած Հեսուն տագնապի մեջ էր, թե Երիքովի պարիսպները մենք ո՞նց ենք խորտակել, ոչ այդպեսի զենքեր ունենք, ոչ ուժ ունենք։ Եվ ասում է, գլուխը բարձրացրեց, տեսավ իր առաջ մի մարդ է կանգնած, լավ զրահավորված զենքերով, հարցրեց դու ով ես, մեզանից ես, թե մեզ թշնամի է։ Ասավ ես Տիրոջ զորավարն եմ, որ հենց նոր եկա։ Չասես, պա, քո տունը շինվի։ Հենց դու էի պագասում։ Ես Աստծու կարիքն ունեմ, դու եկել ես ինչ անեմ։ Ինքը հասկացավ, որ այդ կարիքի պատասխանը Աստված հրեշտակով է ուղարկել։ Սիրելիներս, մի սպասեք, երբեմն ձեր մտքով ձեր հետ Աստված կխոսի, չէ։ Ես մերժում եմ այս միտքը։ Աստված ասում է, վեր կաց, այս բանը սենց արա ու լավ կլինի։ Դու ասում ես, մերժում եմ, գեթամ քաղաք հարցնեմ արամ աղբորը։ Լսի, սիրելիս, միջև քաղաք հասնես, դու մերնում ես, դու չես հասկանում, որ Աստված քո հետ խոսում։
Չէ, հրեշտակ ուղարկի, պարզ ասի, ինչ որ ասում է, այդ մտքում ես ինչա։ Աբավոն, մտքում ես խոսում է ինչ։ Դուք հասկանում է, մենք իշկան ենք մեր ժեներացիայի, առանց հասկանալ։ Բայց երանի քեզ երբ որ հոբի նման, կկողտարվես ու կասես, ես քո մասին ականջին լսելով է լսել։ Այսինքն, ես քեզ ճանաչում էի ընդամենը միջնորդավորված, հոբի միջոցով, ավակի միջոցով, մամայի պապայի միջոցով, մեր ազգային ավանդությունների միջոցով, բայց այսօր ես քեզ տեսնում եմ կենթանի։ Եվ հով մոխրի վրա ապաշխարում եմ, ես ով եմ, որ իմ հարցը քեզ քննադատությունը լինի։ Չէ, իմ հարցը ընդամենը հարցը, հարցն եմ պատասխանի։ Ես որ ընկել եմ ես թրիքի մեջ, որն էր իմ խնդիրը, որ ընկատել, ոչ թե ես հիմա ասում եմ ոնց որ առաջ, ինչի թույլ տվեցիր, այսինքն դու ես մեղավոր։ Չէ, ես հիմա ասում եմ, այո, ես մեղավոր եմ, բայց ի՞նչն էր իմ խնդիրը, որ նորից չանեմ, Տեր։ Փոխվել է քո հարցապնդումը, հասկանում ես։ Հասկանում եք, որ երբ որ ասում հարցեր եք տալի, պետք է զգուշ լինել ձեր հարցերի մեջ։ Ես ուզում եմ կարդալ ժողովողից, եթե չեմ սխալվում, 5-րդ գլխից հիմա կտեսնենք, ես իմ մոտ չեմ գրել, ամեն ինչի որ անգիր հիշում եմ, բայց երբ որ Սուրբ Հոգին խոսում է, ես իմանում եմ։ Տեսեք ինչ ասում, 5-րդ գլուխ առաջի երկու խոսքը։ Զգուշ եղիր ոտքերիդ համար, երբ որ գնաս Աստծոտուն, դու Աստծոտուն կարաս գնաս, որպես եկեղեցի, դու Աստծոտուն կարաս գնաս, հենց քո ներսում, որովհետև դու Աստծոտունն ես, Աստծու տաճարն ես, Սուրբ Հոգու տաճարն ես։ Դու քո ներսում ես, որ խոսում ես, Աստված քեզ լսում է։ Երբ որ ասում գնաս, զգուշ եղիր ոտքերիդ համար, երբ որ գնաս Աստծոտուն, եւ մոտեցիր ավելի լսելու համար, քան թե մատուցանելու հիմարների զոհը։ Որն է հիմարների զոհը, շատախոսությունը, դատարկաբանությունը, մեղադրանքներն ու ինչուները։ Ինչու պետք է հարևանս ցավեր չունենա մերագես։ Ինչու մեր գազը կտրում են իրանցը չէ։ Ինչի իրանց լույս ունեն մենք չունենք։ Ինչի այդ ազգը պետք է նավթ ունենա մենք չունենանք։ Սա հարցեր ասում դատելու քննադատելու։ Բա դու չես ասում, որ այդ ազգի մեծ մասը գնալու է դժոխքից դու դրա, որ Աստված քո համար բանա պատրաստել, որ ոչ աջակատեսե, ոչ ականջալսել, դրա մասի խաբար չես։ Դու հասկանում ես, սիրելիս, երբ որ Աստծոտուն գնաս, զգուշ եղիր, որ չմատուցես հիմարներ զոհ, որովհետև նրանք չգիտեն, որ չարություն են անում, են մեծ։ Միշտ ապիր լեզվովը եւ սիրտը շուտով բան չարտասանի Աստծո առաջին, որովհետև Աստված երկնքում է եւ դու երկրի վրա։ Սրա համար թող խոսքերը քիչ լինեն։ Ինչու՞։ Որովհետև շատ խոսքերի մեջ մեղքը անպատասխան է։ Այդ շատ խոսքը սիրելիներ ժամանակի հետ չի կապված, որ ասեմ մի ժամ խոսում եմ Աստծո հետ, էսի շատ է, հնարավոր է 10 ժամ խոսես Աստծո հետ ու Աստված ասի, բալես, կարոտել է, ինչ լավ խոսացի, չասի շատ է խոսել։ Եվ հնարավոր է 5 րոպե խոսես, Աստված ասի, բալես հոգնացրեցիր, այսքան չեն շատ խոսել։ Դուք հասկացեք, որ խոսքի ժամանակը չի որոշում խոսքի շատությունը, այլ անիմաստությունն է որոշում։ Դու կարող ես չէ, ասում ասել ինչ մեծ ես, հուսով ես, խաղավոր ես, հիասքանչ ես, աննման ես, քաղցր ես, բեմ ես, ապավեն ես, վաստաճասի, հայ դա դատարի հետ կա շատ մի խոսք։ Բայց դու կարող ես ասել, հասի փրկ ես, ինչա կատարում ես, ինչի մեջ եմ ընկել ես, ինչ հայտա, քիչ խոսք։ Հասի փրկ է, դա հասկացա։ Ես ինչա, բոլոր մագվայները պետք է շարես իրան, բոլոր նույնականացվածները պետք է ասես, ինչ գիտես այն պետք է ապտասանես։ Հասկացեք, Աստծո համար շատախոսություն կարա լինի 1 րոպե իր հետ զրուցել է, եւ Աստծո համար կարա շատախոսություն չլինի ժամերով խոսակցություն։ Երբ որ մի բան տեղին է, ճիշտ է, դա շատախոսություն չի։ Երբ որ անընդհատ, գիտեք, մարդ կա այսպես, ես մեկ-մեկ կան մարդիկ, որոնց սիրում եմ, բայց ասում շատ է խոսում ես, ի նկատի չունեմ, որ ժամերով է խոսում, ի նկատի ունեմ, որ ախր նույն նյութի շուրջ է,
Դետկան չեմ պռայլա, հոգնամ, ուղեղս ծնդա, բաբա, հեսա կգրեմ կետա մասում ոտ կմենաս մենա, իսկան ուր ես խոսում, դու գիտեք էտ իշպանա, օրինակ վերեմ, որ հասկամ, ասենք մարդը պտի պատմի, որ գնաց, տեսավ, մի զեբր, պարզվեց զեբր չի եկած էշ, գիտեք էտ պատմությունը, հիմա պատմում է, մեկը ասենք պատմեց, երկու բարով լրիվ հասկացանք, խնդացինք, ուրախացանք, հիմա այս մեկն է պատմում, ժամուկեց, գնաց, ասմա ոչ գնաց, տեսավ, ոչ տեսավ, զարմացավ, ոչ զարմացավ, չհասկացավ, ոչ չհասկացավ, բայց իտանաս, ինչ այս պատտազում, հլե էշ չի ասում, բարձը չես հասկան, խոսքին չի մասն, բայց տեսավ ու տեսավ, այ մարդը ինչ տեսավ, ու գնաց, ինչի գնաց, ինչ էլավ, դպրծի էլի, հա, խոսքը շարունակ է, որ տեսավ է, այ մարդ հասկացան, շատ ես խոսում տեսավ, հա տեսավ, ինչ տեսավ, բա, ճիշտ հարց ես տալ, իսկապես ինչ տեսավ, Արաց ընդավ գնա աղբեջան, գնա, հոգնեցիք, ընդհամ երկու գարտուտի ասին մարդը գնացել է, կարծել է, զեբրը, բայց պարզվել է էշա, բայց այդ մարդը գնաց, հո չգնաց, մնաց, հո չմնաց, խոսած, հո չխոսած, դե իմացի հասկաց, դե մի գժվի, դուք հասկանում եք, չի մասն եմ խոսում, զգուշ լինենք, երբ որ ասում ենք մոտենում, ես շատ հաճախ, երբ որ կանգնում եմ ասում եմ, աղոթքի շատ աղոթում եմ լեզուներով, բարերս ընդամենը շնորհակալություն, գոհություն, հազարից մեկ, որ մի բան խնդրված կամ նույն ասում եմ, բայց անընդհատ նույն բանը, պետք է ընդհարցակես, կռիվ ունեմ, տղա ջան, եկել եմ օրհնեմ, չէ պետք է օրհնես ու օրհնես, Հակոբ ջան, մի հատ էլ հանգստացի, արդեն լույսը բացվում է, տղա այսքան շատ չեն խոսա, ես ինչ ես անում դու, բայց եկել եմ 3 ժամ ասում եմ թող օրհնեմ, դու ասես պետք է օրհնես։ Ես եկել եմ ասում քուլտուր օրհնեմ, դու ասես պետք է օրհնես։ Մենք այդ Հակոբի դեպքը շատ հաճախ ներկայացնում ենք, որ տեսեք, այս պատիչ համառ էր, որովհետև աղոտ կպտի համառ լի, հազատ կպտի համառ լի, այս մարդ այնքան զզված էր, մինչև հրեշտակով Աստված օրհնեց։ Մենք լավ չենք կարդում, մենք լավ չենք լսում, մենք լավ չենք հասկանում։ Որովհետև դա դրական լույսը չի։ Այո, Աստված օրհնեց։ Բայց այն թանթանոշը, որ Հակոբը կերավ, ոտը քամագից անջատեց։ Դուք ասեք եղբայր, ոնց, գրված է, զարկվեց եւ իր զիստի վրա անունա ջինը, որ այս գոտկատեղից մինչև քո ծալվող ծնգի հատվածնա ամենամեծ եւ հզոր ինչն է ջիրն է, ամենահաստ։ Երբ որ դա թուլանում է, այդ ոտը քաշտալով է դնում։ Սաղ կյանքը դրանից հետո Հակոբը կաղաց, որ հասկանա թե ինքով։ Որտեւ Աստված եկել է, որպեսզի մարդը ասի, ես հողի վրա նվաստացել եմ, ընկել եմ գետին, ես ով եմ, խոսել եմ էլի դուս եմ տվել, ականջը լսելով էի լսեք ես, հիմա քեզ տենում եմ, խնդրում եմ, հարցնում եմ, ասա ինչի ես սենց արեցի, ես էլ չեմ հասկանում ինձ, օգնի ես ինչ ճանաչեմ, որ ուղղվեմ, չէ ոչ է, դու ինձ պետք է օրհնես, այ տղա ասա ով ես դու, որ ես քեզ օրհնեմ, գիտեք ինչ էր ուզում Աստված լսեր, անունը տասա, լավ ավերջում կոնե հասկացա, ասաց Հակոբ նշանակվա գարշապար բռնով, խալխի ոտի տակ սապոն դնում, ոտի քաշով, գործ սարկով, հծով, ստով, հիմա ասում է Հակոբ ջան, եկել եմ որ դու խոստովան ես, որ հենց հիմա օրհնեմ թողեմ այս գիշերվա կեսին, չէ այնքան ձգձգեց գոտեմարտը սարքեց մինչև առավոտ, լույս արդեն բացվում է, հենա զրկվում էր օրհնություն, բայց դա փոցը կերահավ։ Սիրելիներ, մենք ասում ենք, երբ որ շատախոս ենք, նես չի որ Աստված չի օրհնում, բայց տփոցն է տանում ճիշտ։ Ես կարամ ասեմ, որ ես շատ տփոցներ եմ գերեունդում եմ, շնորհակալ եմ, որովհետև իմ երեխաները հաճախ ինձ ինչ են անում, խելատում են։ Բան ասում Աստված։ Աստված ուզում է տեսնել ով ես դու։ Դու գիտես ով ես դու։ Դու չես ասում ճանապարհ կործանելու համար, դու ասում ես ճանապարհ քեզ ճանաչեմ եւ քո Աստծո ճանաչեմ։ Ասում ես ճանապարհ, որպեսզի հասկանաս ով ես դու, քո Աստծո մեջ։
Եվ ով ես դու նրանից դուրս։ Նրանից դուրս ես կորած եմ։ Նրանից դուրս ես ոչինչ չեմ։ Նրա մեջ ես ամեն ինչ եմ։ Ես զորացնող Տիրոջով ես ամեն ինչ կարող եմ։ Կարող եմ համբերել, կարող եմ սիրել, կարող եմ զարմանալ հրաշք գործել։ Բայց այդ ամենը նրա մեջ։ Ուրեմն դրանք ես չեմ։ Նայա ինձանով։ Գիտեք, մենք իհարկե կարող ենք Աստծուն պատմել մեր ցավերի մասին, մեր կոտրված հույսերի մասին։ Աստված դրա համար չի տանում։ Բայց այլա, երբ որ մեր հացապնդումները սխալ են ուղղված Աստծուն դատող շեշտադրության։ Տեր չտեսար ինձ ինչ արի։ Ես մեծ ցավեր ունեմ։ Որդիս, ես տեսա քեզ ինչ էր արել։ Բայց քո ցավը չի կարող համեմատվել իմ ցավի հետ, որովհետև ես տեսա թե դու ինչ պատասխանեցիր։ Ու ինչ չէ տակում քեզ հետ ինչ արեցի։ Ինձ հետաքրքրում է դու ինչ արեցիր։ Դրա համար ես ասում եմ կարևոր չի քեզ ինչ են արել, կարևորը դու ինչ ես անում։ Կարևոր չի քեզ ինչ ասեցին, կարևորը դու ինչ ես պատասխանում։ Եթե դու նրանց նման ես պատասխանում, քո Աստծո ցավի վրա ցավ ես ավելացնում։ Եվ դա Աստծուն ինչ մխիթարություն։ Բայց երբ որ դու իսկապես օգնում ես Աստծուն, ու ասում ես Տերը կենդանի է եւ գիտեմ, որ Տերը ինձ չի թողի ես ցավի մեջ, ես էլ եմ մարդ, ոչ թե դատում ես նրանց, այլ քո անձն ես դատում, Գիրքը ասում է, քանի որ մենք մեր անձերը դատեցինք, նրանց հետ աշխարհի հետ չենք դատապարտվելու։ Դուք հասկանում եք, հարցն ասում է, բալես, պատը մատով մի քանդի, նոր են գաճը, եկնդագը, մատը մորելով է թեմա, խլուրդի պես, ու մի ալեն չրտում եմ հի պախմա, գիտի խաղում են իրայել։ Մինչև որ չլոթի աստանում, հասկանում է, որ ինչ կոնդել այդ Բայց երբ որ մեծանում է տարիք առնում որոշակի, դպրոցական արդեն տարիքի է, երեխան ծնողից վախում է, բա ինչ եմ ասելու, որ երկու ստացա, բա ինչ եմ ասելու, որ սխալ ընկերոջ հետ ճանապարհ գնացի ու սխալ բան եղավ, մամայի պապային ինչ ասեմ, ախր ասում եք, երբ որ դու ճանապարհ ես գնում, մի տարի ինձ հարցրա, տես այդ ընկերը ճիշտ բան է, ես քեզ ասեմ, հասկանում եք, որ Աստծուն չճանաչելը պատճառ է, որ մենք չվախենանք իրենց։ Բայց իրական ճանաչություն բերում է ոչ միայն Աստծուց, այլ վախը։ Դրանք իրականում չեն բաժանվում։ Սերն ու վախը համատեղ են գնում։ Ես չեմ խոսում սարսափի մասին։ Ես խոսում եմ երկյուղի մասին, որի մեջ կա պատկառանք, նվիրվածություն, որի մեջ կա կորցնելու վախ։ Ես Աստծու ներկայությունը կորցնեմ, հետո ինչ եմ անում։ Առանց իրա ո՞նց եմ ապրել։ Եվ ոչ թե չի պատասխանը մի գետի։ Սավուղը երևի տենցել մտածեց, ես հարցնում եմ չի պատասխան, դա չի պատասխան։ Բահուկին կտան բահուկ բերին իր առաջ, բուկի միջոցով հարցնում է իպրտեղ կաչումա Սամվելի։ Աստա չես ուզում կեզ հարցնեմ, կհարցնեմ նրան, որին հետ է։ Ժամանակ չէի լսում իրա։ Բայց հիմա գնացել կկանչեմ, դու կա պատասխան։ Գրվածա և Սամվելի տեսքով մենք եկա։ Եվ պատասխանեց, ինչ ստացավ Սավուղը։ Հենց այսօր պատերազմի ժամանակ դու և երկու զավակներ ինչա սրա դրագանը որն է ժողովուրդ ջան։ Աստված պատասխանեց, բայց այդ պատասխանը լավ է։ Իսկ եթե Սավուղը իր սահմանները չանցներ, կարմիր գծերը չանցներ, Աստծուց վախենար, հաստատ Աստված Սավուղին կպահեր, որովհետև Աստված էր Սավուղին դրել թագավոր։ Ուրեմն դու որ քո տանը թագավոր ես, դա Աստծուց է, քեզանից չի։ Դուք ասես ոչ։ Ես եք ասեմ, հենց այդպես դու կարայր աղջիկ ծնվեիր, ձեռք դրի նստի տեղը, հենց այդպես։ Դու որ աղջիկ ծնվեիր, մաքսիմում թագուի, թագավոր չէիր կաշում։ Դե համաձայն չես։ Ես պետք եմ Հայաստանի թագավորը, ասավ մեկը և վասելով եկավ Հայաստան։ Պարզվեց այդ պարտը Հայաստանի քաղաքացի չի, այդ ոնց ես ելնելու Հայաստանի թագավոր։ Օ, չլեպ կտանք քոչոյին, մենք գիտենք դու ինչ ես եկել, դու հենց քոչոյի համար ես եկել, չի լելու, ոչ դու ես լելու, ոչ թե ալելու, որտեղ դու Աստծո սրտի ուզածները չեք, այս Սավուղներ։ Սավուղ նշանք Աստծուն հակառակ։ Գիտեիք, չգիտեիք, դե իմացի։ Հարկ Տիրոջը։
որ քարոզը չկսան շուրժան քարոզები հիմա կնիկը սսնայում ասում արա բատու ասում ես հիվանդ եմ վատ եմ մեռնել է դա քեզ ճիշտ մեռնում ճիշտ ես կնիկ ջան բան ճիշտ մեռնում բայց իմ մեռնող մարդու պես է կեսս է դեմա բայց եմ նույնս կեսը տիրոջը դի փառավորի որովհետև նա արժանի է որ եթե մեռնես է դրանց աշխարհը չի կանգնի Գիտեք մի սարսափելի բան կա, որ ես նկատել եմ իմ մեջ, մարդկանց մեջ, մարդու մեջ, որովհետև երբ որ մենք շատ ենք նայում մեզ ասում նայում փոխարեն, մի տեսակ մեր անձն ենք բացասում, մեր համար հարկավոր ենք դառնում ենք, մեզ թվում է աշխարհը մեր շուրջն է պտտում։ Դրա համար երբ որ դու գոռում ես Աստված, մեռնում եմ, թվում է թե Աստված պիտի ասի, վայ, հրեշտակներ, վայ, զավակս, Հիսուս, վազեր, հեսա աշխարհը փլվելու ես, մարդ մեռնում է։ Աշխարհ չի փնտրել, վարքային է։ Ո արքային, աշխարհ քո շուրջը չի պատտում, որ դու մեռան, աշխարհն էլ ասած դու շուռ եկավ անգամ ասած, բա ինչ անեմ։ Էլ չկա այդ մարդում կողքը փրփռա։ Դուք հասկանում եք, բայց դու նրան նայ, որտեղ կյանքը նրանից է, նա ասավ, ես եմ լույսը, ով իմ ետևից գա, չասավ, ով իմ իր ետևից գա։ Մենք մեր ետևից ենք գնում, մեր փառք ենք փնտրում, մեր դրամն ենք փնտրում, մամոնա ենք փնտրում, ամեն ինչ փնտրում ենք, ասում կամ չենք փնտրում, կամ քիչ ենք փնտրում։ Երան է մարդուն, որ առավոտ շուտ պատրաստ է ասում փնտրելու, որ գիշեր ու ցերեկ նրա դռներն է հսկում, Դավիթ ասում, ես քո դռանդիկն եմ հսկում, գիշեր ու ցերեկ, երբ եմ գալու, քո լույսով հիանամ, քո տեսքով, քո փառքով, ով Աստված։ Նա չոժամ չքարոզեմ, վերջացնեմ ներդեք, նայում եմ անհանգիստ կամակներ հետ եմ գացան, մարդը որ տեղում շատ է փրփռան, արդեն հոգ է։ Հետույքի անունը էլ չի խաղում, ինչ անի երկարա նստել, նստել ատեղը շարվից դուրս եկա, ես գոնե կայնած, բայց դու չգիտես, որ ես կայնած ինչ եմ զգեմ այս կեսը սենց իչ է հետը բան, այսպես հա բռնում եմ, որ չգիտնեմ, բայց ինձ բաչի, շնորհակալ եմ Տեր, ուրեմն հարցրա Աստծուն, ով եմ ես քո մարմնի մեջ, և սպասի, որ Աստված պատասխանի, հարցրա Աստծուն, Տեր, ես չեմ ուզում ինձ նայել, բայց ես ուզում եմ ճանաչեմ ինձ, որ ավելի փառավոր եմ քեզ, ցույց տուր Դավիթն ասավ, թե որքան ունայն եմ իմ օրերը, որ սովորեմ հասկանալ, որ ես հավիտենական չեմ, հավիտենականը դու ես, որ քեզ արժևորեմ ոչ թե այս ունայնությունը, որ հողա դառնում։ Մենք շատ ենք մեզ բարձրացնում, որտեղ մեզ թվում է, գիտեք, բոլորի հետ կարա ինչ-որ բան պատահի իմ հետ չէ։ Մարդուն ասում են արագ մի քշի տղա ջան, տեսեմ մեկին ինչ էլ ան մտքի մեջ ասա, եթե իհարկե անբարտավան չի, գոնե մտքի մեջ ասա։ Հայ, իմ հետ այդ բանը չի լի, բայց անընդհանրը չիլի չհասած չիլի ա դառնում։ Ժողովուրդ ջան, ասորեկներ մի խառնենք, ասորեկներ դա նաև պետության օրենքներն են։ Մի կաշառք տվեք, մի վերցրեք, կաշառքը կուրացնում է մարդուն, կաշառք չտամ իմ գործը առաջացել, բա որ հետո դուրս կա, որ այդ մուխտա կաշառք ես տվե, այդ բանը չստացվա, ինչ ես անել, այդ արվես թակուն ասես, պարոն դիրեկտոր, ընկերք նախարար, Են փողը որ տվել է, ցույց, դիշտու։ Այն որ տվել է, ոք ծնկ կդրի, փողը իր տվել։ Հիմա կետաս պուտուս կետ, որ իմանաս, փող տվել ես թե չէ։ Բա այն իմ գործը, չլա, չլա։ Մենք եմ եք մարդ, որ Աստված չեք, ամենակարող չեք։ Մինչև էտ ամենակարող էին Աստված են, փողը բեր տես ինչ ենք անում։ Փողը բերին, տվին, պրծան, Կերան գնացին, ասում են, մեկ հովաստված չէ։ Բժիշկը քանի չի վիրահատե, ասում են, ասենց վիրահատությունները, մանե, դու փողը բեր, տես ես ոնց եմ փշում։ Սպանը դնում անդեր, հետո ասում, խի ես Աստված, էի կյանք տաղել, կա, բայն չէիր Աստուտ ես ուսում, այն գերջան։ Ինչ շնորհակալ եմ քեզ Տեր, որ դու ես իմ բժիշկը և ոչ թե մարդը։ Ինչ շնորհակալ եմ քեզ Տեր, որ դու ես իմ հայրը։ Թող Աստծո անունը փառավորվի այսօր և հավիտյան։ Կանգնի քո ոտքերի վրա։